Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հայաստանի իշխանություններին, որի մասին հայտարարեցիք, որ արդեն ավարտվել է, դրան կհաջորդեն ինչ-որ գործողություններ, կոնկրետ պահանջների համար։ Միանշանակ ոչինչ պատահական չի լինում, երբ որ մենք ծրագիրը ներկայացրել ենք եւ իրենք էլ փորձում են գտնել նաեւ համագործակցության եզրեր, պաշտոնական հաղորդագրությամբ մենք վաղը կտարածենք մեր առաջարկները իրենց պատասխաններին ընդառաջ, բայց այս պահի դրությամբ, ինչպես որ ասել էի, ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ կրկին վճռական ենք տրամադրված, քանի որ մենք առաջ ենք քաշել հստակ պահանջներ, իսկ իրենք այդ հստակ պահանջներից ոչ մեկ լիարժեք պատասխան չեն տալիս։ Նայեք, առաջին հանդիպումից հետո Տիգրան Խաչատրյանի հետ ասացիք, որ դժգոհ եք, որ ասել է, որ չի վերանայելու այդ հարցի քննարկումը։ Հիմա երկրորդ հանդիպումից հետո ինչ պարզ դարձավ ձեզ համար։ Պարզացավ, որ պատրաստ են գնալ զիջումների, բայց այն տարբերակները, որ իրենք առաջ են քաշել, դա մեզ համար այս պահին անընդունելի է։ Այսինքն երկարաժամկետ ծրագրերում ինտեգրումը կարճաժամկետների կստեղծվի աշխատանքային խմբեր, ըստ դրա արդեն պարզ կլինի, բայց այս պահին իրենց առաջ քաշած տարբերակները մեզ համար ցանկալի չեն։ Այսինքն մենք կպնդում ենք հիմնական մեր 4 կետերը, որոնց շուրջ իրենք պարտավոր են եւ կարծում եմ կգանք համաձայնության, քանի որ ինձ համար առաջնային այդ կետերից մեկն է գերիների վերադարձը։ Իսկ այսօր մեր Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ մի քայլ չի անում։ Մենք ենք պահանջատեր, մենք ենք շահագրգիռը, որպեսզի մեր գերիները, անհայտ կորածները վերադառնան հայրենիք, իսկ առաջին հարցով է ինձ թվում է ինչքան որ պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը, այնքան էլ պետք է պահանջատեր լինի Արցախ վերադարձի օրակարգը, առաջնային դա պետք է լինի, ոչ մի քննարկման հարց չկա։ Իսկ սոցիալականները ժամանակի խնդիր է, ես կարծում եմ կգան համաձայնության եւ մեր պահանջները ամեն դեպքում իրենք կընդունեն։